Բարև ձեզ, ձեր էկրաններին Դիգնիսի փոդքասթն է։ Այս տաղավարում մենք զրուցում ենք կառուցապատման եւ դրան առնչվող տարբեր թեմաների մասին։ Իսկ մինչ ես կներկայացնեմ այսօրվա մեր հյուրին, դուք մի մոռացեք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին եւ սեղմել զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։ Այսօր զրուցելու եմ Նյու Կոմիտաս բնակելի թաղամասի սեփականատեր տնօրեն Վանիկ Զուռնաչյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Զուռնաչյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Շնորհակալություն, որ հրավիրել եք։ Մեծ սիրով կաշխատեմ պատասխանել ձեր ուզող հարցերին։ Շնորհակալ եմ։ Պարոն Զուռնաչյան, եկեք խոսենք թաղամասի մասին։ Առաջինը ինչ աչքի է ընկնում թաղամասի հետ կապված հսկայական տարածքն է 5 հեկտար։ Խնդրեմ նշեք, ինչ է նախատեսվում կառուցել այս հողատարածքի վրա։ Մեր տերիտորիան շատ մեծ է, կառուցապատման մոտիկ 5 հեկտար։ 5 հեկտարի վրա ունենք մոտիկ 20-21 շենքեր, երկու համալիրից A եւ B։ Առաջ սկսել ենք համալիրի աշխատանքները, 5 շենք սկսված է աշխատանքները եւ մնացած կեսը հողային աշխատանքների հետ կապված հարցեր ենք լուծում։ Համալիրը բաղկացած է 10 շենքից, 4 ստորգետնյա եւ 18 վերգետնյա հարկերով։ Ամբողջ կոնստրուկտիվ չաստը բնակարանների երկաթբետոնե կոնստրուկցիան է, որը կապված է 9 բալանոց սիստեմի հետ Հայաստանի գոստերի համապատասխան։ Ուրեմն ունենք 3300 բնակարան եւ նույն քանակությամբ ավտոկայանատեղեր։ Ավտոկայանատեղերը հիմնականում նգուղային են եւ ունենք 18 վերգետնյա հարկեր, որից առաջինը ամբողջ տարածքով 44000 քառակուսի մետրի վրա արևտրի կենտրոնն է։ Իսկապես հսկայական թաղամաս է կառուցվում, 3300 բնակարանը բավականին մեծ թիվ է, կարելի ասել համեմատել նաև որոշ քաղաքների հետ։ Կոմերցիոն տարածքը, որ նշեցիք, պարկինգները 5 հեկտարը ամեն դեպքում ամբողջությամբ չի կառուցապատվելու։ Ես տեղյակ եմ, որ շատ մեծ հատված հատկացված է խաղահրապարակներին, կանաչապատ զոնաներին։ Այսինքն դուք ինքներդ արդեն ապահովելու եք թաղամասը կոմունիկացիոն բոլոր հարմարություններով։ Կոմունիկացիոն բոլոր հարցերը լուծված են, քաղաքի կենտրոնական ցանցերի միացված է արդեն։ Ունենք մոտիկ 20000 կանաչապատ տերիտորիա թաղամասում, ունենք առանձին դպրոց եւ առանձին երեխայի զարգացման կենտրոն, սպորտային եւ երեխայի խաղակենտրոններում մեծ տերիտորիա հատկացում շենքերի մեջտեղում մոտիկ 2 հեկտար տարածության վրա, ամեն կոմպլեքսին համարյա 1 հեկտար։ Պարոն Զուռնաչյան, եկեք անդրադառնանք նաև այն փոփոխություններին, որոնք դեռևս ընթացքի մեջ են եւ մշակվում են Դիգնիսիի հետ։ Ինչ է նախատեսվում այդ փոփոխություններով։ Գիտեք, երևի ժամանակի հետ փոխում է շուկան եւ խոշոր տարածքների վաճառքը դժվարանում է, դրա համար Դիգնիսի հետ խորհրդակցելուց հետո որոշել են մի քիչ փոխել բնակարանների չափսերը, հատկապես որ ունենանք մեծ բալկոններ եւ այդ բալկոնների հիման վրա կրճատենք ընդհանուր տարածությունը։ Մենք ունենք 35-ից մինչև 90 քառակուսի մակերեսով բնակարաններ, իսկ հիմնականում փոքր բնակարանների թիվը ավելի շատ է, քան մեծը։ Մոտիկ 70-ից 80% հարաբերությամբ փոքրերը մեծ են, շատ են։ Իսկ այդ դեպքում ինչ է լինելու այն բնակարանների հետ, որոնք արդեն գնվել են մինչ փոփոխությունները։ Ոչ մի փոփոխություն չի կատարվելու, նույն ձևի կոնստրուկցիա մնում է, կոնստրուկտիվ փոփոխություն չենք անում, այն բնակարանները, որոնք չի վաճառված եւ գնորդը ուզում է ավելի փոքր առանձնացնել չուլանը կամ բալկոնը, դա մենք մեծ սիրով անում ենք իրանց խնդրանքով։ Շատ լավ։ Խոսենք նաև մի հետաքրքիր առաջարկի մասին, որը ոչ բոլոր նախագծերում է հանդիպում, խոսքը խորդանոցների, ձեր նշած քիչ առաջ խորդանոցների մասին է։ Ինչու որոշեցիք թաղամասում առանձնակի ուշադրություն տալ խորդանոցներին։ Միգուցե հենց դրա համար, որ շուկայում ընդհանրապես չկա նման առաջարկ։ Այո, երևի շուկայում շատ քիչ է նման առաջարկները եւ պահանջարկը բարձրանում է։ Դրա համար հաճելի կլինի, որ գնորդներ ունենան
այդ խորհրդանոցները եւ իրանց պահանջով մեծ սիրով մենք տրամադրում ենք եւ դրա համար դրանց վաճառքում կլինի մեծ չափսի սկիթկաներ, Ձեռքեր են զեղչեր, հա, որը մեծ հնարավորություն կտա գնորդներին բարելավելու իրանց բնակարանային հարմարությունները, այո։ Եկեք առհասարակ խոսենք գնային քաղաքականության մասին, ոչ միայն բնակարանների, այլև ձեր նշած պատշգամբների, խորհրդանոցների հետ կապված։ Ընդհանրապես մենք վաճառում ենք բնակարաններ 520-ից մինչև 560 հազար դրամ 1 քառակուսի մետրը, կապված հարկայնությունից եւ որտեղ է գտնվում դիրքերից։ Հիմա այդ խորհրդանոցների հետ կապված մենք տրամադրում ենք միջին չափով 50%-ի զեղչեր եւ բալկոնների հետ կապված ունենք զեղչեր։ Այսինքն մեծ պատշգամբների մակերեսը ավելի մատչելի կհաշվարկվի բնակիչների համար։ Այո։ Շատ լավ։ Խոսենք նաև վճարման տարբերակներից։ Խնդրեմ առանձնացնենք այն մեխանիզմները, որոնք մշակվել են, ինչ տարբերակներով կարող են Հիմա գնորդները։ տարաժամկետ վաճառքով ենք զբաղվում։ Դա մեծ հնարավորություն է տալիս գնորդին, որպեսզի գնորդը կարողանա ճիշտ ձևով ընտրի բնակարանը։ Նախ իրանց փողի պարունակությունից կախված նրանք կարող են որոշել 2-ից 3 տարվա ընթացքում ինչ չափսով կարող են վճարում կատարել բնակարան գնման համար։ Առաջի գումարը, որ մենք կանխավճարի մասով, հա, 25-ից 30% է, այնուհետև 2.5-ից 3 տարվա ընթացքում մոտիկ 50-ից 60%։ Մնացած այն գումարը, որ չի հասնի մինչև շենքի ավարտը, դրանք կամ բանկի հետ ենք պայմանավորում, կամ իրանք ամբողջությամբ մուծում են բնակարանը ստանալու ժամանակ։ Այ եկեք խոսենք նաև շինավարտի մասին, քանի որ թաղամասը իսկապես շատ մեծ է եւ այժմ միայն առաջին մասի A բլոկի շինարարությունն է սկսված մասամբ, երբ է նախատեսվում ավարտը։ Շինարարությունը հիմա 5 շենքով սկսված է, որը մենք պետք է ավարտենք մինչև 27 թվականի առաջի կիսամյակ։ Իսկ մնացած 5 շենքը երևի 27 թվականի վերջ։ Այսինքն ամբողջ համալիրը 27 թվականի վերջում արդեն պետք է լրիվ պատրաստ լինի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, պարոն Զուռնաչյան։ Ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար։ Հույսով եմ, որ շուտ-շուտ կհանդիպենք եւ բոլոր նորությունները մեր համալիրի հետ կապված մեծ սիրով կներկայացնենք ձեզ։ Ես հիշեցնեմ, որ այսօրվա մեր հյուրը Նյու Կոմիտաս բնակելի թաղամասի սեփականատեր տնօրեն Վանիկ Զուռնաչյանն էր։ Վարսահարդարման եւ դիմահարդարման համար շնորհակալություն եմ հայտնում ոճաբան Քրիստինե Հովանիսյանին։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին եւ սեղմել զանգի կոճակը։ Տիգնիսին աշխատում է, որ դուք լինեք տեղեկացված։